Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատում անկախության տոնի ելույթում հայտարարել է 29743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտությունն է։ Նա թվարկել ու կարևորել է մի քանի իրողություն, որոնց պետք է ուշադրություն դարձնել, այդ թվում մեր ինքնությունը մեր պետությունն է, մեր պետությունը մեր ինքնությունն է։ Armenia Today նկարահանող խումբը քաղաքացիներին հարցրել է, թե ինչպես են գնահատում Փաշինյանի հայտարարությունը կորուստների եւ ձեռքբերումների մասին։ Լիքը ձեռքբերումներ կա։ Ճիշտն ասած չեմ կարող ասել, կարծում եմ մենք կորուստներ ունենք ամենայն դեպս։ Ոչ։ Ժամանակը ցույց կտա։ Լրիվ իրար պոլիտիկայի դեմ եմ եւ ամեն իրի ասած ես վատ եմ ընդունում, նենց որ չեմ կարող ասեմ, որ դա լավ է, իհարկե վատ է։ Բոլոր մեր տարածքը որը կա, դա մերն է։ Ոչ թե դա ինչ-որ խաղաղ պայմանագրի բան, դա օկուպացիա կարել է համարել, ուրիշ ոչ մի բան։ Տարածքների մասին ես ինֆորմացիա քարտեզ չունեմ իմ ձեռի տակ պետական, որ ասեմ որն է մերը, որն է Իրանը, պետք է հիմք ունենամ։ Քաղաքական հարցը օկուպացիան հիմա գիտեք ինչ, դա գերտերություններն են որոշում, ոչ թե ինչ որ ասենք փոքր հանրապետության ասենք ղեկավարը։ Գերտերությունների շահը, որ խաղարկում են։ Պետք է հստակ այդ գործով զբաղվես, որ իմանաս ինչ ես տվել, ինչ ես վերցրել։ Դա պետական մարդը մենակ կարող է ասի, շարքային մարդը ինչ որ երևակայական պատկերացումների վրա կարող է ասել։ Ես ոչ մի չեմ կարող ասեմ, այդ սաղ սուտ են խոսում։ Փաշինյանը խելք ունենա, այդ իրա Տրուսիկ Լևչիկով կնկանել կարնիկ է թա Թուրքիա, որ ելմեն Տրուսիկ Լևչիկով բանը հեծանի վեն քշում մարդու կնիկ։ Ինչ եղել է ժողովրդին նայի որն է ժպտում։ Փաշինյանն էր որ քանդվավ էլի Հայաստանը, ինչ ես ուզում եռնում քեզի։ Փաշինյանը Լեննականով ընտրվավ, Լեննականով էլ դուրս կուկա։ Իմացի դու։ Օրը քանի օքեն մանում, այդպես ասեմ, որ ինքը հասկնա։ Գեղացում բերեցի կայնացրինք բաներինք, ղեկավար սարքին մեր Լեննականով։ Ինքը Լեննականով էլ ասա դուս կուքաս կեղտոտ։ Ես չեմ ուզում դրա մասին խոսալ։ Մենք ոչ մի բան չենք անում, որ մեր տարածքները պահենք։ Ես դա կասեմ մենակ։ Որտեղ օտար երկրներում հայկական տարածքները շատ ավելի լավ են պահում, քան մենք մեր սեփական տարածքները։ Ամեն ինչ մեր ձեռքում է։ Մենք պետք է տարածքները պահենք, Փաշինյանը ինչ։ Թե մենք անտարբեր ենք այդ ամեն ինչի հանդեպ, ով ուզում է լինի։ Մենք պետք է մեր տարածքը պահենք, մենք պետք է մաքրենք, ոչ թե թափենք։ Եղածը պետք է պահենք։ Եթե չենք կարող պահենք, ուրեմն Դա ճիշտ ասած քաղաքական հարց է։ Լավ կլինի հարց ուղղեք քաղաքագետներին։ Դա ձեռքբերումներ չեմ հիշում, բայց կորուստներ ունեցել ենք։ Դա երևի իրանց համար իհարկե ձեռքբերումներ է, բայց մեր համար կորուստներ։ Լուրջ հարց եք տալի, չես կար ասած մի անգամից բալանսի բերես, բայց կարծում եմ ինչ որտեղ ձեռքբերումն էլ է ճշտով, որովհետև եթե թողեինք ամեն ինչը տես ոնց որ կար, կարող է շատ ավելի կորցնեինք իմ կարծիքով։ Ինչ պետք է ասեմ, եթե տենց հասկանում է, այդքանը գիտի, տենց էլ պետք է ասի։ Այն լավ բան չի կարող ասի։ Սաղ կյանքում էլ ոչ էլ մեկին օգուտ կտա։ Ժողովրդից այնքանը հերված է, որ մենակ ինքը իր ընտանիքը։ Դες չեմ կարող ասեմ, օկուպացիան ինչ ասեմ։ Ուժերի մոտ միշտ էլ թույլն եմ եղավոր։ Այդ ձեռքբերումները բրզենք լավ է։ Քաղաքացիություն չեն զբաղվում, քրոջականներ էսելի։ Մեծ պետությունը ոնց որոշում ցեք կլինի։ Չեմ զբաղվում, ես չտեղյակ չեմ Հայաստանի ինչ է կատարվում։ Փաշինյանը ասում ով է հավատում։ Ինքը շատ բան է ասում։ Իր ասածները որևէ հիմք չունեն։ Ինչ ունենք մենք արդեն։ Նորություն չի ասում ինքը, ինչ ասում։ Ինչ ունենք մենք ունենք, հələ մի բան է կորցրել ենք։ Դրա մի հավատացեք։ Ձեռքբերումն է։ Ինչ ձեռքբերում։ Կորցրածների մասին խոսի, ցավը տանեմ ինչ ձեռքբերում։ Տավել է, սաղ էլ բան չունես տալու, իրան ու կանգան թողտապրսնենք սաղի։